քույրիկս պատմում է, որ ընտրությունների ընթացքում ոմանք ընտրակաշարք են վերցնում եւ իրենց ձայները վաճառում։ Ես պատկերացնում եմ, թե ինչպես են ձայների շուկայում առևտուր անում։ Ձայները գնվում են, ձայները վաճառվում են, տարբեր առաջարկներ կան ձայների դիմաց։ Մենք առաջարկում ենք հյութ խաղողի, իսկ մենք առաջարկում ենք ընտիրողի։ Ինձ լսի ախպեր, ես թաղի տղա եմ, ասվալտը կփռեմ, մուտքի դուռը կդնեմ, իսկ ես լիֆտը կսարքեմ, ամբողջ աղբը կմաքրեմ, այս համայնքը վաճառում է իր ձայները մատչելի գներով։ Հարևանս որոշել է վաճառել իր ձայնը եվրոյով։ Բայց այս ընտրողները չեն հասկանում, որ ձայն վաճառելով համարձուկ են դառնում, իսկ մենք գիտենք, թե դա ինչպես է ավարտվում։ Չէ, սա ծիծաղելու բան չի։ Պարզ է, որ եթե ձայնդ վաճառել ես, այլևս ոչ մի բան չես կարող պահանջել ընտրված իշխանությունից, այդպիսի երկրում կտիրեն ամեն տեսակի ինքնակամություններ։ Համոզված եմ, որ մեր սերունդը երբեք չի վաճառի իր ձայները, գիտակցված կօգտվի իր քվեից։ Իհարկե, չէ՞ որ սա իրավունքի այբուբենն է։